Պարոն Դանելյան, բոլորովին վերջերս ձեր ծննդյան օրն է, շնորհավորում եմ նախ։ Շնորհակալ եմ։ Հետաքրքիր է, մենք համարյա հասակակիցներ ենք, դուք ինձնից 5 տարով եք մեծ, ու այդ ես էլ եմ հասկացել, որ մանավանդ 30-ից հետո ինչքան ծննդյան օր է լինում, ավելի տխուր ես լինում այդ օրը, հետաքրքիր ոնց եք նշել, այդ տխրությունը կա ձեր մոտ, որ Ես առհասարակ ծնունդներս տենց նշելու սիրահար չեմ տենց նշում ծնունդները։ Հա։ Եթե ընկերները ինչ որ մի բան են պլանավորված լինում, ես տենց ինձ ծնունդ առաջ տենց չեմ հիշում, որ վերջ անգամ երբեք ես տենց ծնունդ արել։ Նամանավանդ 20 թվականից հետո տենց առհասարակ տենց ծնունդների բան չկա, տրամադրություն եւ ցանկություն չկա նշելու։ Հասկացա, բայց տարիքի հետ կապված մտքերը փոխվում են, տրամադրվածությունը դեպի կյանք, ինչ որ վերարժեքավորումներ։ Իհարկե փոխվում են, շատ ավելի այլ ձևով ես մտածում, պատասխանատվությունն ավելի շատ եւ դա ստիպում է, որ նաեւ այս տարիքին քիչ ավելի չգիտեմ ոնց ասեմ որ ավելի ճիշտ լինի ավելի քանի որ պարտականությունների պատասխանատվությունը շատ ավելի լուրջ մոտենաս տարբեր հարցերի Հասկացա դուք մեկ ձեր կերպարը ազգային ժողովում ասենց եթե ինձ ասեն մի երկու բառով նկարագրի հա ինչ որ տարբեր падգամավորներ նաև ձեզ ձեր կերպարը ասած ինչ որ անընդհատ շարժի մեջ մարդու տպավորություն է թողնում Իսկ դուք անընդհատ ինչ որ շարժում եք, գնում եք ինչ որտեղ, հետո ուրիշտեղ, տենց շաբաթի ճիշտ է տպավորությունը։ Այո, ճիշտ է տպավորությունը, ես առհասարակ քիչ եմ լինում, այստեղ որտեղ որ դուք նկարահանում անում եք իմ ձեր աշխատասենյակում աշխատասենյակն է, ինչպես նկատեցիք, համեստ աշխատասենյակը եւ ձեր աշխատակազմը շատ դժվար է տեղավորվել այստեղ, բայց ամենայն դեպս ես շատ չեմ լինում այստեղ։ Հիմնականում դա պայմանավորված է մարդկանց խնդիրներով, այսինքն ես աշխատում եմ լինել այնտեղ, որտեղ իմ կարիքը կա եւ չեմ կարողանում մերժել տարբեր խմբերին, ոլորտային խմբերին, մարդկանց, որոնք որ կարիք ունեն, որ ես ներկա լինեմ, իրենց խնդիրները բարձրաձայնեմ եւ այդ առումով կարող եմ մի օր Սյունիքում լինեմ, մի օր Տավուշում լինեմ, մի օր այլ տեղ լինեմ, մի օր մի տնտեսությունում լինեմ, այս առումով գրաֆիկը այդպեսին է ել։ Բայց դրա համար ֆիզիկական ինչ-որ ներգործություն է պետք, որ այդ էներգիան հերիքի ոնց է դա ապահովում։ Ես դեռ վաղ տարիքից սովոր եմ այս տեմպին, ի շնորհիվ իմ քեռու, որ երկար ժամանակ աշխատել եմ իր մոտ որպես տնօրեն, այդ գրաֆիկը, աշխատելու գրաֆիկը եւ 24 ժամի աշխատելու ոճը, տեմպը եւ ես ստացել եմ եւ ժառանգել եմ իմ քեռուց Մարատ Ջանվելյանից, որ մեծ գյուղատնտեսական ձեռնարկություններ ես այդտեղ տնօրեն էի եւ ինքը միշտ ասում էր որ դու 24 ժամ դի աշխատես ձեռս պուլսի վրա պահես եւ հիմա ազգային ժողովում մի բան էլ ավելի պակաս եմ աշխատում, քան ժամանակին աշխատում։ Իրապես չեմ կարողանում մերժել եմ մարդկանց, որոնք իմ օգնության կարիք ունեն եւ դրա համար ստիպված եմ ինձ տրվող ժամանակը կրճատել ես չեմ հիշում վերջի անգամ երբեք ես հանգստացել կամ արձակուրդի գնացել կամ շաբաթ կիրակի արել իրապես ոչ թե ինչ որ sense ուզում եմ ճոխ ներկայացնեմ եւ այլ իմ առօրյայի իմաստն է դա դարձել եւ ցավոք սրտի ինձ տրվող ժամանակը բավականին քիչ է եթե ասել չկա այլ տենց Ձեր Facebook-յան էջում հեռախոսահամար է գրած այդ ձեր անձնական համարն է ինչ է բաց գրել Իրան թողել ով ուզի զանգի Ես այդ սկզբունքը որդեգրել եմ շատերը ինձ ասում են դե տարբեր մարդիկ զանգում են դա բայց չես հոգնում ու շատ ալինում որ անգամ գիշերվա ուշ ժամին էլ զանգում են բայց քանի որ այդ սկզբունքը որդեգրել եմ ճիշտ այնց համար շատ դժվար է որովհետև ամեն անգամ այդ զանգերը ստանալը գիշերվա 3-ին, չգիտեմ, տարբեր ժամերի, անհարմար ժամերի կամ շաբաթ կիրակի օրերն էլ, բայց որդեգրել եմ այդ սկզբունքը եւ չեմ ուզում հրաժարվել այդ սկզբունքից, կրկնում շատերն ասում են, որ դա քո վրա շատ ծանր բեռ է, որովհետև իրենք էլ են տեսնում իմ գործընկերները, բան տեսնում են, որ անդադ այդ զանգերը գալիս է բանան, բայց գիտեք ինչ, ես միշտ իմ սկզբունքն ա եղել, որ հասանելի լինեմ մարդկանց Եվ կարող է ինչ-որ մեկը այդ պահին
կրկնում եմ կարիքը ունի օգնության եւ այդ մեկ զանգը կարող է իր համար ճակատագրական լինել եւ ես իրավունք չունեմ այդ առումով, չգիտեմ, չզբաղվելու կամ այդ մարդու կողքը չլինելու դրա համարը դրել եմ, չնայած ինչքան էլ դժվար է, բայց ես կարծում եմ, որ դա ճիշտ է եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ մարդակենտրոնությունը պետք է լինի եւ մարդ պետք է լինի մեր, եթե ես ինձ ընտրել եմ որպես պատգամավոր, ես ուրեմն պետք է 24 ժամ հասանելի լինեմ այդ մարդկանց համար։ Ամենատարօրինակ տպավորիչ զանգը, որ ստացել եք։ Ոնց է լինի, չի կարող չլինել, էլի։ Զանգեր շատ եմ ստանում, նիստից առաջ ես որ նիստի եկա, կամուրջ էր քանդվել Հայանիստ գյուղում, շատ արագ նիստի պիտի մտնեի, զանգը հարեցին այդ գյուղի բնակիչներն, ասին սենց խնդիր կա եւ մի քանի րոպե առաջ այդ խնդիրը բարձրացրել եմ, իսկ մի քանի օր առաջ այդ զավեշտալի զանգերից մեկը ինքնասպանության փորձ անող մի երիտասարդ էր, որ վերջերս բարձրացել է լուսարձակների վրա։ Զավեշտալին որ բաներ զավեշտալի։ Դե զավեշտալի այն էր, որ զանգահարեց ինձ, իմ որպեսությունը հարցրեց։ Հա, սկզբում այդպես բարեձեզ ոնց եք, հա։ Հա, ոնց եք, ինչպես են գործերը եւ այլն։ Ես ինչպես մի շնորհակալություն հայտնեցի, ասի ինչով կարող եմ օգտակար լինել, ասեց ես ինքնասպանության փորձ եմ անում, դե շոկ էր ինձ համար, մինչև այդ տենց հարցով չէին զանգել, զանգեցին եւ ես զանգեցի փրկարար ծառայություն, այդ ժամանակ ես հանդիպումներ էի Տավուշի մարզում, ասացի որ ժամանակը երկար է մինչև ես գամ եւ ձեր Ոսմեն անձամբ հենց դուք այնտեղ գնաք ու իր հետ իսկ հասկացել եք հետո ինչու էր հենց ձեզ ուզում տեսնել խնդիրներ ուներ ինքը ցանկանում էր բանակում իր ծառայությունները Հա այդ մանրամասները կարող չասել գուցե հիմա նայում էլ հա բայց մի խոսքով պատճառն էր որ դենց դուք պատգամավոր եք ու հասանելի եք այո Բայց ամեն ինչ բարեհաջող ավարտվեց։ Այո, բարեբախտաբար ամեն ինչ բարեհաջող ավարտվեց։ Ինձ համար տարբեր տիպի զանգեր եղել են ոլորտային խնդիրների վերաբերյալ, այլ խնդիրների վերաբերյալ, անձնական խնդիրների վերաբերյալ, շատ տարաբնույթ զանգեր եղել են, բայց այդպիսի զանգ չէի ստացել, բայց փառք Աստծո, որ այդ ամեն ինչը լավ վերջաբանվեցավ եւ չգիտեմ թե այն էր որ ես իր հետ խոսեցի ինչ բավականին երկար խոսակցություն ունեցանք եւ ես իրեն համոզում եի որ երիտասարդես պետք չի խնդիրներ եթե կա այդ խնդիրները կկարգավորվի ես էլ կգամ կխոսեմ ձեր հետ Ես եթե չեմ սխալվում չինական մշակույթում այսպեսի մի բան կա եթե դու մարդուն փրկում ես պատասխանատու ես դառնում իր համար ոչ թե ինքն է քեզ պարտական այլ դու իրան իր կյանքը փրկելու համար այդ զգացողություն ունեք Չէ, ես տենց ինձ փրկիչ տենց չեմ համարում, բայց ես իմ երջանկության փիլիսոփայությունը հետեւյալն է, էլի թո տրիվիալ չի, որ երջանկությունը շրջապատից երջանկացնելու մեջ է։ Ես ինձ երջանիկ եմ համարում, երբ որ կարողանում եմ ինչ-որ մի խնդիր լուծել կամ օգտակար լինել, դա ինձ մեծ բավականություն է պատճառում եւ ես եթե այդ օրը հանգիստ քնում եմ դա կախված է նրանից որ ինչ հարց կարողացա լուծել կամ ինչով կարողացա օգտակար լինել այդ առումով ես ինձ համարում եմ այդ առումով երջանիկ մարդ որովհետեւ եթե չեմ կարողանում շատ մեծ հարց լուծել գոնե փոքր հարցերով միշտ օգտակար եմ լինում աշխատում եմ օգտակար լինել մարդկանց Պարոն Դանիելյան, քանի որ աշնան դեռ են լավ արևոտ ջերմորեն են ու ոնց որ դուք ասացիք մեր թիմը այստեղ նստածակ ես առաջարկում եմ նաև զրույցը շարունակենք ավելի մի քիչ այսպես ասած բնության ֆոնի վրա եթե դեմ չեք բայց մինչև դուրս գալ հետաքրքիր է ձեր պատերը դատարկ են հիմնական բայց այստեղ մի նկար ամեն դեպքում փակցրել եք ինչ նկար ինձ համար շատ թանկ նկար է այս նկարը ինձ նվիրել են Աչաջուր գյուղի աշակերտները եկել են ազգային ժողով իմ հայրենի Տավուշի մարզի Իջևանի շրջանի Աչաջուր գյուղի երեխաներն են նկարել են իրենք են նկարել մակարավանքն է մեր եկեղեցին է շատ արժեքավոր մի եկեղեցի որ ես էլ միշտ այդտեղ պատարակների մասնակցում եմ եւ շատ ինձ համար թանկ նկար է քանի որ աշակերտներն են նվիրել եւ ես փակցրել եմ պատից այս նկարը Հասկացա, հավատքի մեջ եք ոնց հասկանում եմ։ Հա, հետևում եք բոլոր քրիստոնեական կանոններին, որոնց պետք է հետևել։ Այսինքն դուք ձեր մեջ վստահ եք, որ
ճիշտ եք անում ամեն ինչ։ Ավելի քան, չէ, ճիշտ ինչ անշանակում ճիշտ։ Ես քրիստոնեական մեղավոր մարդ եմ, չի որ ինձ մեղքերից զերծեն, բայց ամենայն դեպս հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ եմ, աշխատում եմ ամեն կիրակի մասնակցել պատարակներին, հոգևոր կյանքով եմ ապրում, դա մորից է ինձ փոխանցվել։ Այն շրջանում, որ նոր անցումային շրջան էր եւ հավատքի հետ կապված բավականին խնդիրներ կային, մայրս առաջիներից էր, որ եկեղեցի էր մտնում, աղոթք էր անում եւ մեր տանն էլ այդ աղոթքները ամեն օր հնչում են եւ ես էլ անմասն չեմ մնում։ Այո, դուրս գանք։ Պարոն Դանիելյան, մեր մշտական էջն է եթերում ԱԺ պատգամավորներ եւ իրենց հայրենի բարբառը։ Այո։ Այդպես արդեն ով մարզերից է եւ այլն, այս բարբառի մասին խոսում ենք։ Ձեզ մոտ այն դեպքերից է, որ բարբառը կա միշտ։ Այսինքն դուք Երևանյան բարբառով չեք խոսում, հենց ելույթների ժամանակ հիմա էլ Իջևանի բարբառը զգացվում է։ Ասողներ կան, որ դե, չգիտեմ, ելույթների ժամանակ բարբառը պետք չի մի քիչ չակերտավոր գրական խոսեք։ Կան տենց մարդիկ, որ ինձ հորդորում են, որ մի քիչ բարբառը, մոտիկ մարդիկ նկատում եք։ Մտերիմ մարդիկ, այո, մտերիմ մարդիկ, բայց ես հպարտանում եմ այդ բարբառը, որտեղ իմ բարբառը, ասենք Տավուշյան բարբառը նաև մի կոլորիտի ինչ որ մի մաս է եւ շատ տենց ճիք ու ջանք էլ չեմ գործադրում, որ այդ ինչ որ բարբառով չխոսեմ եւ կարծում եմ որ գեղեցիկ բարբառա ու բան չկա, էլի խնդիր չունեմ դա ինչ որ քողարկելու կամ բան թաքցնելու կամ Ես լրիվ կողմ եմ, բայց հետաքրքիր է ձեր մտերիմ մարդիկ ըստ ձեզ ինչ են ասում բարբառով մի խոսի, այսինքն ինչ կա բարբառով խոսելու մեջ։ Երևի բանը խնդիրը այն է, որ իրենք մտածում են, որ այդ բարբառով կարող է մի քիչ ճիշտ չի, ավելի ճիշտ սոլիդ չի, հա, երևի, հա։ Բայց ես տենց խնդիր չունեմ եւ հակառակը Տավուշի իմ հայրենակիցները դա ավելի շատ են գնահատում։ Կապված դուք ասիք շաբաթ կիրակի չունեք եւ այլն, բայց ոնց է լինի ինչ որ ձևով հանգստանում եք, չէ՞, անհնար է լավ գոնե, չգիտեմ, ամսվա մեջ մի օր չփորձեք հանգստանալ, հեռախոսն էլ չանջատեք։ Լինում է այդպես։ Մի դեպք է եղել է, վերջերս ցանկացա կտրվեմ եւ մի օրով սար բարձրացա Տավուշում վրանը խփեցի եւ մտածում եմ որ այլևս վերջ պիտի հանգիստս վայելեմ այդ գոնե այդ մի օրվա հանգիստը կտրվեմ լրիվ մենակ հա եւ հետաքրիր մի ժամ հանգստանալուց քնելուց հետո վրանը բացվում է եւ մի գյուղացի լսել էր որ ես այդտեղ վրան եմ խփել եկավ եւ ասում է Դանիելյան ջան դու ես ասում եմ հայ ոնց որ ես եմ բաց մասից խնդիր կա գյուղատնտեսության հետ կապված բան անասունների արոտավայրերի բան ասենց խնդիրների մի փունջ ներկայացրեց ասեցի չէ այսօր էլ չհաջողվեց հանգստանալ փակեցիք չէ չփակեցի նստեցինք զրուցեցինք սուրճ դրեցինք խմեցինք իրար հետ դե կիսվեց իր խնդիրներով բանով կիսվեց բանը այդ էր հանգիստը իսկ եթե ոչ քաղաքից դուրս ու ոչ վրանում ինչ որ ձև հետաքրքիր է էլի որովհետև դուք անընդհատ քաղաքականություն չգիտեմ ֆիլմեր երաժշտություն ինչ որ հոբի կամ ինչ որ տենց հետաքրքիր զբաղմունք ունեք որ անսպասելի նույնիսկ կլինի ձեր դեպքում եմ որ ասեք կզարմանանք Ես բնություն շատ եմ սիրում, աշխատում եմ, եթե մի քանի ժամ հնարավորություն էլ է լինում, երբ որ Տավուշում եմ լինում կամ ինչ-որ մի մարզում եմ լինում, աշխատում եմ բնության մեջ եմ հանգիստը գտնում եւ այդ առումով տնային հոբիներ չունեք։ Սիրում եմ սպորտ շատ եմ սիրում, ֆուտբոլ շատ եմ սիրում, բայց ցավոք սրտի ժամանակը չի հերիքում, որ զբաղվեմ դրանով,
այդ առումով մի քիչ այս վերջի շրջանը իմ բան չի, բայց սիրում եմ, եթե օրինակ հրավեր եմ ստանում ինչ-որ մի ցուցահանդեսին մասնակից լինելու կամ ինչ-որ երաժշտական ինչ-որ փառատոն կամ բանա լինում, սիրով աշխատում եմ մասնակցել։ Իսկ ինքներդ երգել, նկարել։ Չէ, այտենց տաղանց չունեմ երգելու, նկարելու, փոքր տարիքում ունեցել եմ, բայց հիմա ցավոք սրտի չկա այտենց բան։ Կապված ձեր կենսագրության հետ, այնտեղ այսպես է, դուք ավարտել եք պատմության ֆակուլտետը, ԵՊՀ-ի, հետո մագիստրատուրան, հետո գալիս է 10 տարի զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, հետո падգամավոր։ Ինչ որ բան բաց թողած, չէ՞, այդտեղ իրոք այդպես է ձեր կյանքը դասավորվել։ Ես վաղ տարիքից ձեռնարկատիրությամբ եմ զբաղվել, խոշոր ասեցի քիչ առաջ խոշոր ընկերության տնօրեն եմ աշխատել, գյուղատնտեսական ձեռնարկություն, գյուղատնտեսական ֆիրմայի, բավականին հաջողված ծրագրեր ենք իրականացրել, տարբեր ծրագրեր ենք իրականացրել Հայաստանում, Տաղանդրկովկասում ամենամեծ տոհմային տնտեսությունն էր, ինչ շատ մեծ բան ա տվել, այդ աշխատել է ինձ ջերմոցային տնտեսության, անասնապահության, թռչնաբուծության եւ այդ առումով շնորհակալ եմ ընձեռնված հնարավորության համար, դրանից հետո ապրիլյան պատերազմը, քարորյա պատերազմը եւ 44-օրյա պատերազմները մասնակից եմ եղել պատերազմի, կամավոր գնացել եմ պատերազմ եւ այդ առումով շատ մեծ հետք է թողել իմ վրա պատերազմը եւ այդ ընթացքում զբաղվել եմ տարբեր գործերով եմ զբաղվել, տարբեր ոլորտներով զբաղվել եմ, դենց ճակատագիրը հենց ստացվեց, որ արդեն 21 թվականից հետո ցուցակում ընդգրկվեցի, իդեպ ցուցակի համարն էլ իմացել եմ մամուլից, այնպես չի որ բան ա եղել, ինչ որ տենց եւ արդեն մտել այս գործի մեջ եւ ամբողջությամբ եմ որ ասում եմ խորացել ենք այս խնդիրների մեջ, այս պրոբլեմ տարբեր ոլորտային խնդիրների մեջ եւ սենց է ստացվել։ Իսկ ինչն է ձեզ մոտ լավ ստացվում ըստ, այսինքն որ գործի համար դուք կլինեք անփոխարինելի։ Եթե պատկասեք CV եք ներկայացնում այդտեղ կոնկրետ եթե падգամավորության հետ կապված է, ինձ շատ ավելի ասում են ժող падգամավոր ես, որովհետեւ ժողովրդի խնդիրները, պրոբլեմները, որովհետեւ տարաբնույթ են այդ խնդիրները, տարբեր շերտերի, տարբեր բնակավարների խնդիրները։ Ես ամեն ինչի մեջ սենց խորացող անձնավորություն եմ, էլի, եթե մի հատ խնդիր կա, ու խնդիրները բազմազան են, ես աշխատում եմ մտնել դրա մեջ, հասկանալ գործի էությունը, բովանդակությունը եւ նաեւ ոչ միայն պրոբլեմներն եմ մատնանշում, այլ նաեւ իմ առաջարկներն եմ անում, այսինքն ես տարբեր քիչ առաջ հանձնաժողովի նիստեր ես առաջարկություն ներկայացրի սահմանության հետ կապված, որովհետեւ հուզող խնդիր է մարդկանց եւ այդ առումով բավականին հետաքրքիր աշխատանք է, որովհետեւ այն ինչ որ դու բան պիտի խորանաս այդ գործի մեջ։ Հասկանում եմ հոգու խորքում ձերը չի, տեսակ ինչ որ ուրիշ բան եք ուզում այս կյանքում։ Երազանք սա որ ինձ չի որ ինձ շատ դուր է գալիս այս այսինքն դուր է գալի այն առումով որ մարդկանց օգնում ես, աջակցում ես, բայց ինձ ավելի շատ հոգեհարազատ է որ ես այս որ ավարտվի արդեն խորհրդարանի աշխատանքները ցանկություն ունեմ տնակ կառուցել մի հետաքրքիր տարածքում Տավուշում եւ իմ առօրյան անցկացնեմ այդտեղ այսինքն բնության մեջ բնության գրկում իմ շների են կենթանիների հետ որոնք որ ունեմ ձի շուն եւ ձիել ունեք հա այո եւ տենց եմ պատկերացնում էլի ինձ ավելի հանգիստ եմ զգում այդ վիճակներում բնության մեջ այսինքն այդ ժամանակ էլ հեռախոսահանջատած առանց ինտերնետ այդ այո նամանավանդ էս թողու բոհից բանից հետո շատ ավելի ինձ ձգում այդ ամեն ինչ ձիերը որտեղ են հիմա որտեղ եք
ձեր ձիերին պահում։ Հիմա ընկերոջս տարածքում է, բայց պլանավորում եմ, որ իմը կառուցեմ եւ տեղափոխեմ այնտեղ։ Ես մի քիչ օրինակ շուն պահելը պատկերացնում եմ, հա, բնականաբար, ինչի համար են մարդիկ շուն պահում եւ կոնտակտը շների հետ, ձիերի հետ կոնտակտը մի քիչ ո՞նց է ձեզ մոտ, ինչ է կամ գնում եք, հեծնում եք, հա, ո՞նց է։ Այո, բնության մեջ ձիով հետաքրքիր է էլի։ Հետո ինքն էլ ձին, չգիտեմ, դուք վարել եք ձի թե չէ։ Երևի, որ ճիշտ ասեմ, կարող փոքր ժամանակ ինչ որ ստանդարտ է, բայց որ ասեմ ինձ վայրի բնության մեջ չէ, դրա համար հետաքրքիր է, էլի։ Հետաքրքիր է եւ շատ հանգստություն է բերում, համ էլ բավականին հետաքրքիր է։ Անուններ ունեն։ Երևի մի օր էլ ձեզ կհրավիրեմ։ Սիրով է տնակը, որ այո, կառուցեք, անուններ ունեն ձիերը։ Այո, անուն ունեն։ Կասեք, հետաքրքիր է ինչ անուններ եք դրել։ Եթերով տենց ոչ եթերային անուններ են։ Քանի որ ֆուտբոլի սիրահար եմ, բանա մեկի անունը չգիտեմ ճիշտ է թե չէ ասելը։ Ասեք կհասկանանք, ինձ թվում է ոչ մի վատ բան։ Մարադոննա։ Շատ լավ անուն է, ինչ կա։ Բայց չգիտեմ, չի վիրավորվում։ Չէ, ես ընտանի կենթանիներ գիտեմ։ Ընկերոջս Շան անուն է, Մեսսի պատվին Լեո էր դրած, լուրջ եմ ասում։ Հա, այդ լրիվ նորմալ պրակտիկա է, այդտեղ վիրավորական բան չկա, նույնիսկ բայց մեր մոտ տենց դեպք էր եղել, որ մեկը տենց կենթանու անունը դրել էր Խաչիկ։ Դե տարօրինակ ում պատվին։ Հարևանը խնդիրներ էր ունեցել, էլի, որովհետև իր հոր անունն էր, տենց հոր անուն։ Բայց ինքը ինչ էր դրել Խաչիկ։ Ոչ այդ մարդու պատվին բնական։ Չէ, Մարադոնայի հանրահայտ անուններ դնել լրիվ նորմալ պրակտիկա է։ Մի խոսքով, եթե սենց ամփոփենք, այն ձեր հոգու խորքի երազանքը վիճակը, որ վերջապես այս պատերից դուրս ձեր հանգիստ կյանքը վայելեք, չնայած բավական երիտասարդ եք դեռ։ Էտա երազանքս, որ ճիշտ է շատ երկար ժամանակ չես կարա անցկացնես, բնականաբար տարիներով չես կարա ապրես, որովհետև նաև պետք է փոփոխություն։ Նաև հաջորդ երազանքս էլ դա այն մեքենաները, որ կան, որով որ կարողանում ես ճամփորդես եւ մնաս այդտեղ բան, նպատակս նաև նման տնակ մեքենաներ նկատել։ Հայաստանում այդ ընդունված պրակտիկա չէ այնքան էլ, չէ՞։ Հա, քիչ է, բայց բավականին հարմար է, որ համ Հայաստանով մեկ քու ուզած տեղը գնաս եւ մնաս այդտեղ եւ ինչու՞ չէ նաեւ ճանապարհորդես։ Երկրից դուրս ուր կուզեիք գնալ, որ չեք եղել այդ մեքենայով, պատկերացրեք ունեք, նստել եք։ Գիտեք, ամեն տեղ իր հետաքրությունը ունի, բայց ես Աֆրիկան կուզեմ, որ սենց Աֆրիկան լինեմ եւ ճամփորդեմ, այնտեղ բավականին հետաքրքիր է, կարծում եմ, չեմ եղել, սիրով կուզեմ նաեւ ինչ որ մի ժամանակաշրջան նաեւ այդտեղ ճամփորդեմ եւ նաեւ հետաքրքիր է էլի իրենց տարբեր պատմություններով առանձին պետությունների հետաքրքիր պատմություններ կա իրենց մոտ նաեւ տենց ավանդական վիճակներն էլ է պահպանվել բան եւ ցանկություն կա նաեւ ինչ որ մի շրջան տենց ճանապարհորդեմ, կարծում եմ բավական հետաքրքիր կլինի։ Որոշ տեղերում վտանգավոր են դեռ դրա մասին չեք մտահոգվում։ Չէ, վտանգների հետ կապված տենց լուրջ մտահոգություն չունեմ։ Կարծում եմ, տեսեք, Հայաստանում էլ շատ բաներ կա բացահայտելու։ Մենք համեմատաբար տարածքով փոքր երկիր ենք, բայց ամեն անգամ ես Հայաստանը բացահայտում եմ։ Նույն իմ հայրենի Տավուշում էլ շատ տեղեր կա, որտեղ որ չենք եղել, այս վերջերս ինձ համար էլ հետաքրքիր մի բացահայտում արեցի, քանի որ պատմամշակութային կոթողներով հարուստ երկիր ենք, Փարք Տիրոջը, մենք էլի անտառներում մի հատ մատուռ կար,
կիսաքանդ վիճակում էր մատուռը եւ վերջում մեր ընկերներով բարեկարգեցինք այդ մատուռը ու ինձ համար շատ հետաքրքիր էր 7 աղբոր սենց են մեր լեզվով ասում 7 աղբոր մատուռ էր պատմությունը հետեւյալն է այդ աղջկան ուրեմն տարել են ալանները տարել են ստիպողաբար տարել են, ասենք այն ժամանակ կար չէ, տենց աղջիկ փախցնել սենց փախցրել էին եւ եղբայրները գնացել էին հետևից 7 եղբայր գնացել էին հետևից եւ ազատել էին գերությունից իրենց քրոջը բայց այդ ընթացքում 7 եղբայրը զոհվել էին ինչ որ այդ ժամանակահատվածում եւ քույրը եկել էր եւ այդ վայրում մատուռ էր կառուցել բավականին հետաքրքիր էր վերջերս դրա տեղը իմացանք որտեղ անտառներում դա նոր կառուցվող ճանապարհը որ կա Իջևանից որ գնում է դեպի Բերդ շրջանցիկ ճանապարհը որ կա այդ ճանապարհահատվածին կա 5 կամուրջ 18 թվականին կառուցված այդ կամուրջից վերև անտառների մեջ շատ գողտրիկ մի վայր է որը շատ հետաքրքիր է ասած սայնա որ շատ հետաքրքիր տեղեր ունենք որ նաև կարանք զբոսաշրջական կենտրոններ կառուցել եւ բավականին գրավիչ լինի էլի Հայաստան այցելողների համար ինձ համար էլ էր այդ բացահայտ Պարոն Դանելյան, շատ շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Եվ հուսամ այդ տնակը կկառուցեք ոնց որ դուք ասիք, մենք էլ հյուր կգանք։ Սիրով, շնորհակալ եմ։